Վարչապետ, նախ ասեմ մեր բնակչության կառուցվածքին, որ անդրադարձակ, այո, մենք վերջին մարդահամարի տվյալներով 52.8% կազմում են կանայք մեր բնակչության, 47.2% կազմում են տղամարդիկ։ Հետևաբար մեր երկրորդ բլոկում, երբ խոսում ենք զբաղվածության ու տնտեսական ակտիվության մասին, 23 թվականին Համաշխարհային բանկի կողմից հրապարակած 22 թվականը ներառյալ վերջին հետազոտական տվյալներն ասում են, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատուժի կազմում կանանց մասնակցությունը կազմել է ընդամենը 48.2%, մինչդեռ տղամարդկանց մասնակցությունը 71.2% է։ Այս պարզ ցուցանիշով 30% շուրջ խզվածքով մենք տեսնում ենք, թե ինչքանով կանայք չեն մասնակցում մեր տնտեսության զարգացմանը, բայց դա էլ ուղիղ փոխկապակցված է ձեր կողմից մատնանշած մյուս խնդիրներին, որոնք ես հավատացած եմ, որ մենք հասցեագրել ենք թե ժողովրդագրության ռազմավարության գործողությունների ծրագրով եւ թե զբաղվածության ռազմավարությամբ, որտեղ հատկապես խոսել ենք խնամառության բարձր ինդեքս ունեցող ընտանիքների մասին, քանի որ կինը բացի իր վերարտադրողական առանձնահատկությունը ունի նաեւ հիմնականում սոցիալական դերով, գենդերով պայմանավորված խնամառության բարձր ինդեքս։ Ավելի պարզ ասեմ, տան ընտանիքի որևէ մեծահասակի հիվանդություն ունեցող որևէ անձի միշտ խնամում են կանայք։ Հետևաբար, բացի այն վերարտադրողական պարտականությունը, երբ նրանք 25-ից 34 տարեկանում աշխատաշուկայից դուրս են մնում, չնայած որ մենք պետական որոշակի ծրագրերով աջակցում ենք երեխայի ծննդյան նպաստներ ենք վճարում, մեծ մանկապարտեզներ են կառուցում եւ կարողանում ենք ինչ-որ կերպ աջակցել կանանց, այնուամենայնիվ նրանք իրենց կարողությունները որոշակի ժամանակում կորցնում են։ Երբ գալիս է ժամանակը վերադառնալ աշխատաշուկա, արդեն նախ ունենում են կորսված աշխատանքային տարիներ եւ կարողություններ, ու այստեղ էլ այդ վերակրթման կարողությունների զարգացման շատ կարեւոր ծրագրերն են անհրաժեշտ եւ զուր չէ, որ մենք մեր զբաղվածության ռազմավարության մեջ երրորդ թիրախը հենց այս կանանց վրա ենք կենտրոնացրել։ 30-ից 40 տարեկան այն կանայք, որոնք աշխատաշուկա վերադառնալու եւ տնտեսական ակտիվություն ծավալելու անհրաժեշտություն ունեն։ Մենք այս ռազմավարական ծրագրով հատուկ նոր հետազոտություններ ենք իրականացնելու, որը երբևէ Հայաստանում չի հետազոտվել եւ մյուս երկրներում էլ նոր է սկսել խոսակցություններ այս թեմայի շուրջ։ Դա խնամքի տնտեսության մասին է, հենց այն իմ նշած թիրախմբերն են, ովքեր տանը ունեն կախյալություն ունեցող անձինք եւ մենք մարդկային պոտենցիալը այսպես թե այնպես կորցնում ենք որևէ հարազատի տեսքով, քանի որ շուկայում նաեւ չկան այդ ծառայությունները մատուցող կազմակերպություններ։ Հետևաբար այս ամենը շատ մեծ համակցված գործողությունների ճանապարհ է, որը պիտի անցնենք, բայց քանի որ ճանապարհային քարտեզում հստակ տեսնում ենք արդեն անելիքները, կարծում եմ որոշակի տարիներ անց արդեն ծառայությունները լիարժեքորեն երբ որ տեղակայված լինեն, ակտիվացման ծրագրերն էլ տեղում լինեն, մենք չենք խանգարի կանանց իրացնելու իրենց վերարտադրողական, այսպես ասեմ, պարտականությունները, միևնույն ժամանակ լինել աշխատաշուկայում, չվնասելով ընտանիքին եւ երեխաներին։ Որը պետքա շատ լուրջ հետազոտվի, որովհետեւ դեպքեր կան, որ ընդհանուր աղքատությունն էլ խոչընդոտ չի եւ այդտեղ այլ մոտիվացիաներ են գործում, այդ թվում սոցիալական քաղաքականությունների մեջ մենք սխալ խթաններ ունենք, որոնք ճիշտ նպատակադրումների մեջ չեն պահում։ Նկատի ունեմ այս ուղղությամբ մեզ պետք է աշխատել, մանավանդ որ ժողովրդագրության ռազմավարության մեջ ես չեմ հիշում մենք այս թեմաներին անդրադարձ ունենք, թե չունենք։ Այս թեմաներին եւ ուղղակի եւ անուղղակի ունենք, օրինակ տեսեք ընտանիքի պաշտպանության կառուցակարգերում մենք հիմա ունենք թվացial բոլորին պարզ հայրության խնամքի արձակուրդը, չէ՞։ Այնինչ արդեն ամբողջ աշխարհում խոսում են ծնողական արձակուրդի հնարավորության մասին, երբ հնարավորություն են տալիս երկու ծնողներին ընտրել խնամքի արձակուրդում որ մեկը գտնվի եւ որը վերադառնա աշխատաշուկա։ Այսինքն այնտեղ մենք մի շարք միջոցառումներ ունենք, այդ թվում նաեւ ընտանիքին աջակցելու համար, երբ հնարավորություն ենք տալիս տատիկ պապիկներին մի հատուկ միջոցառմամբ հավասարացնելով նրանց թոռների խնամքը հանրային աշխատանքի եւ եւս ներգրավելու, կամ նույն խնամատար ծնողի տարիքն ենք բարձրացնում 65 տարեկան ենք դարձնում, որպեսզի կարողանանք նաեւ ակտիվ այս ծերացման շրջանակներում, քանի որ արդեն ունենք 12.3% ակտիվ ծերացման ցուցանիշ, 690,000 մեր պոտենցիալ շահառու թիրախմբին դարձնել մասնակից հանրային բարիք ստեղծելուն եւ այդ ընտանեկան կառուցակարգերը պաշտպանելուն եւ աջակցելուն։ Այդ ընդհանրապես շատ լավ գաղափար է, որ մենք պետական ծրագրեր անենք ակտիվ ծերացման տրամաբանության մեջ
տատիկ պապիկներին ավելի շատ ներգրավելու երեխաների խնամքի գործը, որը մեր ավանդույթի շրջանակում է։ Այսինքն էս էլ է շատ կարևոր։ Ամենաարդյունավետը կլինի այն պետական ծրագիրը, ոչ թե ինչ որ նոր բաներ ենք ուզում, նոր երևույթներ ենք ուզում ներդնել, այլ այն ինչ որ մեր իրականության մեջ կա, լրացուցիչ խթաններով մենք դա ավելի դարձնենք ինստիտուցիոնալ, որ տրադիցիան այդ թվում դառնա պետության կողմից եւ պետական տրադիցիա դառնա, ես կարծում եմ դա շատ լավ ուղղություն կլինի, որը եւ առաջին եւ երկրորդ խնդիրը լուծելու հնարավորություն կտա։ Այսինքն հնարավորություն կտա երիտասարդ մայրիկները երեխան ունենալը լու բարդությունների մի մասը կառավարելի համարեն եւ արագ աշխատանքի վերադառնալու հնարավորություն։ Այսինքն ըստ էության այս երկու խնդրի մեջ է լուծումը եւ իհարկե որոշակի բարեկեցության մակարդակ ապահովելը, որը էլի որպես արդյունք, սրանք գումարենք մանկապարտեզների մեր ծրագիրը, հիշեցնեմ, որ մենք այս ռազմավարությունը ворթեգրելիս միշտ մեր տեսադաշտում ունեցել ենք այս խնդիրը, հիմա նաև մսուրային ծրագրերը, որ մենք ուզում ենք արդեն ավելի ընդլայնեն, սա էլ կապ ունի։ Այսինքն այս կոմպլեքսի, այս հարցերի խմբի հետ մենք պետք է անընդհատ աշխատենք եւ նաև այստեղ է նաև որ պետք է վերադառնանք, տեսնենք մեր ընդունած որոշումները, շահառուները ոնց են ընկալում, ինչքանով է մեր առաջադրած խնդրի լուծմանը նպաստում, եթե ոչ այդքան վերադառնանք, վերանայենք եւ իրական կյանքի հետ ավելի շատ կապենք մեր որոշումները։ Համեցեք, պարոն Պապայան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, երկու հարցի մասին եմ ուզում խոսել, երկրորդը նշեցիք արդեն, ամենակարևոր հարցը այս խնդրի լուծման, որ հիմա արվում է կառավարության կողմից, դա մանկապարտեզների ծրագիրն է։ Եթե ամեն համայնքում, ամեն տարածքում լինի մանկապարտեզ, էականորեն նաև այդ զբաղվածության հարցը կլուծված կլինի, հետեւաբար հնարավորություն կունենան կանայք եւ կամ տղամարդիկ զբաղվել այն աշխատանքով, որը ուզում են։ Հիմա վերադառնամ մյուս հարցին, մենք այստեղ խոսում ենք գենդերային խտրականության եւ անհավասարության մասին։ Իմ կարծիքով Հայաստանում գենդերային խտրականություն չկա, բայց կա խիստ անհավասարություն եւ երկու օրինակ մենք բերեցինք, օրինակ դպրոցներում որպես ծնող ասեմ 90+% երեխաներին դասավանդում են կանայք։ Ես չգիտեմ սա կրթության որակի վրա կամ դաստիարակության վրա ինչպես է ազդում, բայց սա իմ կարծիքով խնդիր է նաև։ Ներեք, պարոն Պապայան, եթե բուհերի 90%-ում սովորում են աղջիկները, բա դպրոցում ով պետք է դասավանդի։ Տղամարդկանց, որ հիմա այսինքն տեղից է պետք սկսել։ Եթե երկչախմբի 100% աղջիկներն են, բա հետո ով է գնալու այդ դպրոցում դասավանդի, բա այդ եմ ասում։ Եթե մենք կրթությունը այնքան նույնքան ընկալելի չի տղաների շրջանում, ինչքան աղջիկների շրջանում, բա ով դասավանդի։ Ուրիշ տարբերակ մենք չունենք։ Ես կոնկրետ իմ մասնավոր դեպքի հիմա կարող է վիճակագրությունը մի փոքր տարբեր լինի, բայց այդ մասնավոր դեպքը ես հետաքրքրվել եմ իմ երեխայից եւ այդպես է, ու սա իմ կարծիքով պիտի երևի լրացուցիչ մտածենք խթանների մասին, որպեսզի նաեւ տղամարդ ուսուցիչներին ուղղորդենք դեպի դպրոց, սա առաջինը, օրինակ կանանց գործարար ակտիվության մասով մենք այս տարինոր աշխատանքային ծրագիր ենք ընդունել եւ նաեւ ձեռնարկության ռազմավարության մեջ նախկինում իհարկե եղել է այդպիսի մտահոգություն, որ ուղղակի այսպես ասած ձևական փոփոխություն կարվի նույն ընտանիքի ենթադրենք տղամարդ անդամից դեպի կին անդամ փոփոխություն բիզնեսի մեջ, բայց նույնիսկ եթե անգամ այդպես լինի, իմ կարծիքով այդտեղ էլի վատ բան չկա։ Մենք նույնիսկ անգամ այդ ձևական փոփոխությունները իրենք ժամանակի ընթացքում կբերեն կնոջ ներգրավվածության մեծացման, որտեղ ինքը ստիպված է լինելու ինչ-որ պայմանագրեր ստորագրել, ինքը ստիպված է լինելու պետության կամ այլ կազմակերպությունների հետ ինչ-որ գործնեության մեջ մտնել, այսինքն մենք անգամ նույնիսկ եթե գործառնական հիմնական գործառույթը տղամարդը իրականացնի, ընդհանրենք ընտանեկան բիզնես է, կինը ստիպված է լինելու որոշ դեպքերում ներգրավել այդ process-ի մեջ եւ դա էլի իր կամած կբերի նրան, որ կանայք ավելի շատ կներգրավեն գործարար ակտիվության մեջ։ Ես կարծում եմ, որ այստեղ մենք ունենք անհավասարություն եւ դա եւ օբյեկտիվ հիմքեր ունի եւ նաեւ ունի որոշակի մշակութային եւ այդ թվում նաեւ ձեր նշած քրեական մշակույթի հետ կապված
տարերը եւ կարծում եմ լրացուցիչ միջոցներ է պետք, որպիսի մենք ազդենք այս process-ի վրա, որովհետեւ ելի եմ կրկնում իմ տպավորությամբ մենք չունենք խտրականություն եւ պետության եւ մասնավոր հատվածի կողմից, բայց ունենք անհավասարություն խիստ։ Հիմա տենց մի հատ բուրըն բանավեճի բան դրիկ, թեմա դրիկ, հիմա տեսեք ինչքան ձեռքեր բարձացան ձեր ասածին արձագանքելու համար, բայց հերթով պարոն Միրզոյան համեց Պարոն վարչապետ, ես